Յոթ որդիները Կիրգիզական հեքիաթ Ժուկով ժամանակով ապրում էր մի պառավ կին։ Նա ուներ 7 որդի։ Օրերից մի օր պառավը կանչում է իր որդիներին ու հարցնում, թե ով ինչ կարող է անել։ Տղաները մեծից փոքր մի շարք են կանգնում։ Առաջինը խոսում է ավագ որդին. Ես դիպուկ նետաձիգ եմ։ Եթե սև հսկա թռչունը երկնքում այնքան բարձր թռչի, որ մի ճնճղունքի չափ չերևա, ես էլի կարող եմ նրան մի հարվածով ցած գցել։ Ես կարող եմ գտնել 7 տարի առաջ կորած մրջյունի հետքը, ասում է երկրորդ որդին։ Հետո գալիս է երրորդ որդու հերթը։ Ձեռքի ափի մեջ նայելով, ես կարող եմ ասել, թե ինչ է կատարվում էս ու այն աշխարհներում։ Հետո խոսում է չորրորդ որդին. Ինչ սովել ուզում է լինի, ես բոլորի համար կարող եմ ուտելիք ճարել։ Հետո պարծենում է հինգերորդը. Մի ակնթարթում ես կարող եմ նավ սարքել ու նավարկել թե գետում և թե ծովում։ Հետո խոսում է վեցերորդը. Իսկ ես ջրի վրա կարող եմ այնպիսի արագությամբ վազել, որ ոտքիս տակից ջրափոշին երկինք կբարձրանա։ Վերջապես հերթը հասնում է ամենափոքր որդուն։ Եթե թշնամին անսպասելի հարձակվի մեզ վրա, իմ մի խոսքով գետինը կճեղքվի ու կպատսպարի իմ ամբողջ ժողովրդին։ Ծեր մայրը շատ է ուրախանում, որ իր որդիները այդպիսի շնորհք ունեն, բայց տղաները սկսում են իրար հետ վիճել, թե ում շնորհքն է բոլորից լավը։ Մայրը խորհուրդ է տալիս, որ որդիները գնան քաղաք, Բոլբոս խանի մոտ, ու այնտեղ էլ փորձեն, թե ում շնորհքն է ամենից լավը։ Եղբայրները այդպես էլ անում են։ Երբ քաղաք են հասնում, նկատում են, որ ինչ-որ անհասկանալի անհանգստություն է տիրում։ Ամենտեղ մարդիկ են հավաքված։ 4 կողմը փոշու ամպ բարձրացնելով և կատաղի գոռգոռոցով սլանում են ձիավորները։ Հարկավոր է հարցնել, թե ինչ է պատահել, որոշում են եղբայրները։ Ով գիտի, քաղաքի վրա թշնամի է պատրաստվում հարձակվել։ Նրանք հանդիպում են մի ծերունու։ Հարգանքով բարևում են ծերունուն։ Հետո եղբայրները հարցնում են, թե այս ինչ է կատարվում այս քաղաքում։ Մեր գլխին փորձանք է եկել, ասում է ծերունին։ Երեկ գիշեր անհետացել է Բոլբոս խանի միակ դուստրը։ Խանը ոտքի է հանել բոլորին ու հրամայել, որ գտնեն իր դստերը։ Թե չգտնեք, ասում է, բոլորիդ կախել կտամ։ Ահա թե ինչու ժողովուրդը հուզված է։ Լավ կլինի, եթե օգնեք գտնենք այդ կորած աղջկան։ 7 եղբայրները սկսում են խորհրդակցել։ Նրանցից մեկը ասում է. Մենք ոչ սրբեր ենք, ոչ էլ կախարդներ։ Աղջկան ինչպես կարող ենք գտնել։ Բոլորից մեծը պատասխանում է. Երբ մեր մայրը հարցնում էր, թե ինչ շնորհքի տեր ենք, չէ որ ինքդ պարծեցար, թե կարող ես գտնել 7 տարի առաջ անհետացած մրջյունի հետքը։ Դե հիմա էլ իմացիր, թե ուր է կորել այդ խանի դուստրը։ Տղան իրեն չի կորցնում։ Վեր է նայում, վար է նայում է շուրջն ու ասում. Նա գետնի վրայով չի անցել, այլ թռել է երկնքով։ Այդ ժամանակ ավագ եղբայրը ասում է. Երբ մեր մայրը հարցնում էր, թե ով ինչ շնորհք ունի, դու պարծեցար, որ ափի մեջ կարող ես տեսնել, թե ինչ է կատարվում էս ու այն աշխարհներում։ Հիմա նայիր քո ափին ու իմացիր, թե որտեղ է խանի աղջիկը։ Նա, ում դիմում է մեծ եղբայրը, բացում է ափը, լարված նայում ու ասում. Խանի դստերը տարել է սև հսկա թռչունը, Թոյբոս խանի հրամանով։ Եվ 7 եղբայրները որոշում են գնալ Թոյբոս խանի մոտ։ Ճանապարհին հանդիպում են մի մեծ գետի։ Հենց այստեղ էլ նրանք զգում են, որ շատ են քաղցած։ Այն եղբայրը, որ կարող էր բոլորի համար ուտելիք ճարել, ինչ-որ բան է շշնջում և անմիջապես նրանց դիմաց մի պարկ հաց է հայտնվում։ Եղբայրները հաց ու կարագ են ուտում։
Հետո հայտնվում է 3 ոչխար։ Նրանք մորթում են ոչխարները ու սկսում միսը եփել։ Մինչև միսը կեպվեր, նավ շինող եղբայրը անմիջապես մի մեծ նավ է պատրաստում։ Նստում են այդ նավն ու գնում խանի դստերը գտնելու։ Երբ 7 եղբայրները մոտենում են Թոյբոս խանի քաղաքին, նրա գեղեցիկ աղջիկը 40 նաժիշտների ուղեկցությամբ դուրս էր եկել գետափում զբոսնելու։ Եղբայրներից մեկը այն է, որ կարող էր ջրի վրա այնպես վազել, որ ոտքի տակից ջրափոշին երկինք բարձրանար, վազում է գեղեցկուհու մոտ, բռնում նրան ու նավ բերում։ Եղբայրները անմիջապես ետ են դառնում ու լողում դեպի Բոլբոս խանի մոտ։ Թոյբոսը իմանում է, որ իր հարսնացուին նավով փախցրել են, ու հրամայում է սև հսկաթռչունին հասնել նրանց ետևից ու աղջկան ետ բերել։ Իսկ նավը եղբայրների հետ միասին խորտակել գետում։ Հսկաթռչունը բարձրանում է օդ և այնքան վեր է ճախրում, որ մի ճնճղուկի չափ է երևում։ Հենց որ ավագ եղբայրը տեսնում է թռչունին, վերցնում է իր աղեղը, նշան բռնում ու մահացու վիրավորում։ Թռչունը մի կերպ հասնում է Թոյբոս խանի մոտ ու մեռած ընկնում նրա ոտքերի տակ։ Մինչ այդ եղբայրները հասնում են ափ, նավից իջնում են ու ոտքով գնում են Բոլբոս խանի մոտ։ Թոյբոս խանը տեսնելով, որ իր հսկա թռչունը մահանում է, կատաղում է և անթիվ անհամար զորք ուղարկում հետապնդելու նրանց։ Երբ զորքը հասնում է եղբայրներին, ամենափոքրը գետնին հրամայում է պատռվել ու իրենց թաքցնել թշնամուց։ Թոյբոս խանի զորքերը, չգտնելով նրանց, քոր փոշման վերադառնում են։ Թոյբոս խանի զորապետը գալիս է իր տիրոջ մոտ, ձեռքը դնում կրծքին, գլուխը մեղավոր կախում ու ասում. «Տեր իմ, ձեր գեղեցկուհի հարսնացուին ոչ թե մարդիկ են փախցրել, այլ սատանաները, թե չէ ով կարող է վազել ջրի վրա, ոնց որ ցամաքում են վազում, նետահար անել հազիվ երևացող թռչունին, գետնին ստիպել, որ նա պատռվի ու իրենք թաքնվեն այնտեղ»։ Զորապետի ասածները այնպես են վախեցնում Թոյբոս խանին, որ նա երդվում է այլևս աղջիկ չփախցնել։ 7 եղբայրները խանի դստեր հետ շարունակում են իրենց ճանապարհը։ Երբ նրանք հասնում են խանի պալատին, գետինը ետ է գնում, որ նրանք դուրս գան այնտեղից, և մարդիկ տեսնելով այդ բանը, գլուխները կորցրած վախից փախչում են լեռները։ Եղբայրները գետի երեսն են դուրս գալիս և քաղաքում մի շունչ կենդանի չեն տեսնում։ Նրանք խանի դստերը պալատ են բերում, ոչխար մորթում, միսը լցնում են պղնձի մեջ ու դնում կրակին։ Խանն էլ այդ ժամանակ փախած է լինում լեռները։ Ծուխը նկատելով իր պալատի վրա, նա քաղաքացիներին ասում է. «Ով է ուզում քաղաք գնալ ու իմանալ, թե այնտեղ ինչ է կատարվում»։ Բայց ոչ ոք պատասխան չի տալիս, և խանը մի որբ տղայի հրամայում է գնալ քաղաք։ «Ես որբ եմ, իմ մահը ոչ ոքին վիշտ չի պատճառի, հարկավոր է գնալ, թե չէ խանը բոլորին կսպանի», մտածում է տղան և վախը սրտում գնում քաղաք։ Նա աննկատ մտնում է խանի պալատը, մտնում է և ինչ տեսնի. 7 ջահելներ միս են եփում, իսկ ամենապատվավոր տեղում նստած է Բոլբոս խանի դուստրը։ Որբ տղան նորից վազում է խանի մոտ, ուրախ լուրը հայտնելու։ Բոլբոս խանը իր ժողովրդի հետ վերադառնում է քաղաք, գտնում իր դստերը և նա խանին պատմում է, թե 7 եղբայրները ինչպես են իրեն փրկել։ Խանը զարմանում է եղբայրների այդ անսովոր ուժից և առաջարկում է, որ նրանք մնան իր պալատում։ Բայց եղբայրները խանին ասում են. «Մեր վեճին դատավոր եղեք, ում շնորհքն է բոլորից լավը, թե որ ասեք այդ ժամանակ մենք կմնանք պալատում ու կծառայենք ձեզ»։ Բայց խանը չի կարողանում պատասխանել այդ հարցին, ու մինչև օրս էլ ոչ ոք չի ցանկանում պատասխանել, թե ում շնորհքն է բոլորից ավելի օգտակարը։ Գուցե
Դուք կարողանաք պատասխանել այդ հարցին։